Հայաստանը տնտեսապես շատ զարգացած երկիր չէ Սամվանի, եւ դրա մասին պատմում են նաեւ թվերը։ Օրինակ 116-ը։ Սա Հայաստանի տեղն է համախառն ներքին արդյունքի մասով ավելի քան 190 երկրների ցանկում։ 26 միլիարդ դոլար կազմող տնտեսությունը, արևելքից եւ արևմուտքից 1300 կիլոմետրանոց փակ սահմանները, մեկը մյուսին հաջորդած հակամարտությունները Հայաստանն ուղարկում են ցուցակի ստորին հատված։ Ավելի ցածր, քան հարևանները, ծովային ելք ու նավահանգիստ ունեցող Վրաստանն ու նավթով հարուստ Ադրբեջանը։ Նման վատ մեկնարկային ու ընթացիկ պայմաններ ունեցող, պատերազմի վտանգի ու շրջափակման մեջ գտնվող, միայն 3.5 տասնամյակի անկախություն ունեցող փոքր պետության օրինակ բարդ է գտնել Արևմուտքում, որտեղ շատ երկրներ երկրորդ համաշխարհայինից հետո պատերազմի հետ անմիջապես չեն առնչվել։ Բայց կա մի պետություն, որ պատերազմներից եւ շրջափակումից բացի մյուս չափումներով բավականին մոտ է։ Հայաստանի պես խորհրդային անցյալ ունի, Հայաստանի պես անկախություն է հռչակել 1991 թվականին, Հայաստանի հետ համեմատելի տարածք ու բնակչություն ունի ու չնայած իր չափերին հաջողել է դառնալ աշխարհի նորարարական երկրներից մեկը։ Այդ երկիրը Էստոնիան է։ Հայաստանից կրկնակի քիչ բնակչություն ունեցող Էստոնիայում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն անցնում է $30,000, ինչը մոտ 4 անգամ ավելի է Հայաստանից։ Մի քանի անգամ ավելի է նաև միջին աշխատավարձը։ Էստոնիան Եվրոպայի առաջատարն է մեկ շնչին բաժին ընկնող ստարտափերի թվով ու նաև համարվում է միաեղջյուրների $1 միլիարդ գերազանցող ընկերությունների երկիր։ Դրանց թվում են ուղևորափոխադրումներով ու առաքումներով զբաղվող Bolt-ը, ֆինանսական փոխանցումներով զբաղվող Wise-ը, անձի նույնականացում եւ առցանց ինքնության ստուգման համակարգեր առաջարկող ID-Min ու Verif-ը։ Բայց առաջին ընկերությունը, որ դեռ 2005-ին հատեց $1 միլիարդ շեմն ու դարձավ Էստոնիայի խորհրդանիշներից մեկը, Skype-ն էր։ Որով նաև հայաստանցիներն են 2000-ականների կեսերից մինչև վերջերս Սփյուռքում գտնվող իրենց բարեկամների հետ կապ պահում։ Skype-ը հիմնադրվել է երկու սկանդինավյան ձեռնարկատերերի կողմից, բայց դրա ինժեներական եւ նորարարական աշխատանքների մեծ մասը տեղի է ունեցել Էստոնիայում, նպաստելով երկրի հաջողակ ստարտափերի հետագա ալիքի առաջացմանը եւ Էստոնիան ավելի ճանաչելի դարձնելով համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։ Թեև այս տարի Skype-ը հայտարարեց իր գործունեությունն ավարտելու մասին, էստոնացի զրուցակիցս Հայաստան Digitech համաժողովին մասնակցելու եկած Adel Tuulasն ասում է. հենց այդ ընկերությունը նաև ճանապարհ հարթեց մյուսների համար։ Այն ժամանակ Skype-ը դարձավ նաև հպարտության խորհրդանիշ էստոնացիների համար, քանի որ այն վերածվեց համաշխարհային երևույթի եւ շատ մարդիկ սկսեցին օգտագործել։ Եվ երբ դու ասում էիր Էստոնիայից եմ, շատերը հարցնում էին, իսկ որտեղ է Էստոնիան, ասում էիր գիտես Skype-ը, եւ այդպես անմիջապես կապ էր ստեղծվում։ Ինչպես եւ Հայաստանը, Էստոնիան նույնպես փոքր երկիր է, մեծ շուկա չունի, լուրջ բիզնես սկսողները ստիպված են ավելի մեծ մտածել, ոչ միայն տեղական, այլև աշխարհի շուկային առաջարկելու մի բան ստեղծել։ Փոքր երկրի առավելություններից մեկն այն է, որ կարելի է շատ արագ ձևավորել համայնք եւ մեծացնել նրա ազդեցությունը։ Սա հիմքերից մեկն է։ Մյուս կողմից բարենպաստ միջավայրի ստեղծումն է, պետական քաղաքականությունը, որ հեշտացնում է բիզնես վարելը։ Դրանք նույնպես դարձել են կարևոր խթան բիզնեսի եւ ստարտափների աճի համար։ Estonia 100% digital and 0% bureaucracy. Բայց հիմա արդեն Էստոնիայի բրենդը ավելի շուտ e-Estonia կոնցեպտն է, գրեթե 100%-ով թվայնացված պետություն եւ հասարակություն։ e-Estonia գաղափարը հիմա արդեն դարձել է բրենդ հայտնի ամբողջ աշխարհում։ Դա եղել է ոչ միայն կառավարության գիտակցված ռազմավարությունն ու տեղեկատվական արշավը, այլև բնական գործընթաց շնորհիվ քաղաքացիների, բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր աշխարհի տարբեր կետերում դարձել են այդ գաղափարի դեսպաններ։ Adel-ը բիզնեսի զարգացման տնօրեն է Digital Nation էստոնական ընկերությունում, որն օգնում է աշխարհի կառավարություններին իրականացնել իրենց թվային փոխակերպումը հիմնված Էստոնիայի եւ աշխարհի փորձի վրա։ Նա ասում է, այսօրվա իրենց հաջողությունների հիմքում դեռ 90-ականներին կայացված որոշումներն են պետական մակարդակով։ Էստոնիան, որ Հայաստանի պես հարուստ չէ ոչ նավթով, ոչ այլ ռեսուրսներով, արագ հասկացավ, որ զրոյից սկսել է նաեւ հնարավորություն է առաջին հերթին նորարարությունը, տեխնոլոգիաներն ու թվայնացումը ռեսուրս դարձնելու։
In Estonia, it was a decision in the early 90s when we regained our independence to Էստոնիայում 90-ականների սկզբին, երբ մենք վերականգնեցինք մեր անկախությունը եւ կառուցում էինք մեր պետությունը, որոշում կայացվեց ուսումնասիրել թվային տեխնոլոգիաները, տեսնելու թե ինչ հնարավորություններ են դրանք տալիս։ Այն ժամանակ մենք շատ ռեսուրսներ չունեինք, փոքր բնակչություն, սակավ ֆինանսներ։ Այսպիսով թվային ուղին միջոց էր պարզելու, թե ինչպես կարող ենք սահմանափակ ռեսուրսներով ավելի խելացի կերպով համակարգեր կառուցել։ Եվ այսօր բազմաթիվ ճիշտ որոշումների շնորհիվ Էստոնիայի կառավարությունը հիմնականում լիովին առցանց է եւ հասանելի է իր քաղաքացիներին։ Եվ սա նաև ստեղծում է շատ բարենպաստ բիզնես միջավայր։ Not only citizens benefit from the services that are provided by the government, but also it creates a very good Ադել Տուլասն ասում է, հաջողության գրավականը նախ քաղաքական կամքն էր ու ապահովել է, որ նորամուծություններն ընդունվեն ու կիրառվեն նաև քաղաքացիների կողմից։ trust that can be created through digital systems. Պետք է նաև նշել, որ պատճառներից մեկը, թե ինչու է Էստոնիայում թվային անցումը այդքան հաջող եղել, այն է, որ այստեղ կառավարության հանդեպ վստահության մակարդակը համեմատաբար ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում, բայց հենց թվային գործիքներն իրենք կարող են ավելացնել այդ վստահությունը եւ ստեղծել ավելի մեծ թափանցիկություն։ Էստոնիայում հնարավոր է առցանց 15 րոպեում բիզնես գրանցել, հարկային հաշվետվություններ կայացնել, ընտրություններում քվեարկել, սեփականություն գրանցել, բժշկից դեղատոմ ստանալ, ծնողական ժողովի մասնակցել։ Էլեկտրոնային ստորագրությունն այստեղ թղթի վրա դրվածին հավասար ուժ ունի։ Can use Martin's personal ID code. Արդեն 10 տարուց ավելի է գործում է նաև e-residency-ն, թվային ինքնության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին առանց Էստոնիա մեկնելու օգտվել Բալթյան այդ երկրի էլեկտրոնային ծառայություններից ամբողջությամբ առցանց, բիզնես գրանցել ու ղեկավարել, օգտվել էստոնական բանկային եւ հարկային համակարգերից։ 2014-ին, երբ ծրագիրը մեկնարկում էր, կառավարությունը հստակ նշում էր, սրան են գնում տնտեսությունը զարգացնելու համար։ It's very hard to increase our economy. Էստոնիան փոքր երկիր է եւ մեր տնտեսությունը ֆիզիկապես զարգացնելը բավականին դժվար է։ Բացի այդ, Էստոնիան շատ զարգացած է թվային ոլորտում։ Մտածեցինք, ինչու չբացենք մեր երկիրը թվային ձևով, այնպես որ մարդիկ կարողանան ապրել այնտեղ, որտեղ ուզում են, բայց միաժամանակ լինեն մեր տնտեսության մաս։ Այսինքն կարողանան այստեղ ընկերություն հիմնել, բանկային հաշիվ բացել եւ այդ ամենը ղեկավարել հեռավար։ Here, run this company and bank account from distance. Նորամուծությունից 10 տարի անց այսօր արդեն Էստոնիայում բացվող 5 նոր ընկերություններից առնվազն մեկը այս ծրագրով է։ 2025-ի 6 ամիսներին միայն երկրի բյուջեն e-residency ծրագրով բացված ընկերություններից 68 միլիոն եվրոյի շահույթ է ստացել։ Այս օրինակ ծրագրերի արդյունքում փաստացի Էստոնիան դարձավ առաջին երկիրը, որտեղ ողջ պետությունն, այսպես ասենք, տեղավորվում է սմարթֆոնի մեջ։ Պետական բոլոր ծառայությունները գրեթե 100%-ով թվային են։ Վայնացումը դեռ 100% չէ։ Էստոնիայի նախագահ Ալար Քլարիսն է։ Լոնդոնում գործող Chatham House վերլուծական կենտրոնի քննարկման ժամանակ նշում է միակ բացառությունը, որտեղ թվային ինքնության փոխարեն դեռ պետք է անձամբ ներկայանալ։ Ամուսնանալիս պետք է ներկայանաս։ Պետք է ներկայանաս նաև ամուսնալուծության դեպքում։ Ոչ, այլևս կարիք չկա։ Ես օրինակ ամուսնալուծվել եմ on-line, բայց ամուսնանալու համար պետք է ներկա գտնվել։ Many of Estonia's innovations. Էստոնիայում բոլորը ունեն թվային ինքնություն եւ դրանով են հարաբերվում թե պետության եւ թե բիզնեսի հետ։ Ընտրությունների ժամանակ 70%-ից ավելին on-line է քվեարկում։ Անգամ նախարարին աշխատանքից ազատելու համար գրասենյակ հասնել պետք չէ։ And also not only for citizens, me as a president. Ես օրինակ կարող եմ նախարարներին ազատել աշխարհի ցանկացած կետից եւ ցանկացած պահի։ Մի անգամ Գերմանիայում էի եւ ստիպված էի ազատել այդ նախարարին։ Բջջային հեռախոսով հեռացրի նրան։ I used my mobile phone and fired his minister. Հայաստանում բջջային հեռախոսով աշխատանքից հեռացման փորձ եւս կա։ Մի քանի պաշտոնյաների վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց SMS-ով էր հորդորել աշխատանքից հեռանալ, բայց պաշտոնապես նման հրամանները եւ ոչ միայն դրանք դեռ թուղթ ու գրիչով են ստորագրվում։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Հայաստանում թեև պետական ծառայություններն աստիճանաբար անցնում են թվային ձևաչափի եւ մի մեծ մասը Եվրամիության ֆինանսների ու խորհուրդների օժանդակությամբ, բայց գործընթացը դեռ հարթ չէ։ Դա ակնառու դարձավ հատկապես էլեկտրոնային դեղատոմսերի կամ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը մի քանի անգամ հետաձգելուց հետո։ Նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն ստանալը եւս պիտի որ բարդ չլինի, բայց գործնականում հերթերը մի քանի ամիս են ձգվում։ Էստոնիայում թվայնացումը սկսվել է 1990-ականներին, որպես գիտակցված նպատակ խորհրդային միությունից անկախանալուց հետո հենց այս միջոցով լրացնելու այն տարբերությունը, որ կար Արևմուտքի եւ Սովետի միջև։ Էստոնիայի նախագահն ասում է, ցանկացանք զրոյից ստեղծել նոր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ հնարավորինս արագ Արևմուտքին հասնելու համար։ It started actually from the government. Ամեն ինչ իրականում սկսվեց կառավարությունից, այսինքն ժողովուրդը վստահություն ուներ կառավարության եւ նրա քաղաքական հանձնառության նկատմամբ։ Դա շատ կարեւոր էր այս ամենը սկսելու համար։ Եվ իհարկե մենք նոր էինք դուրս եկել խորհրդային օկուպացիայից եւ ուզում էինք ամեն ինչ լրիվ այլ կերպ անել ու սկսեցինք զրոյից։ Առաջին քայլը կրթությունն էր։ Կյանքի կոչվեց Վագրի ցածկ կոչվող ծրագիրը, գաղափարը պարզ էր, ապահովել համակարգիչներով, ինտերնետով եւ մասնագետներով բոլոր դպրոցներն ու այդ դասասենյակներն օգտագործել նաեւ մեծահասակների կրթության համար։ Որպես նախկին գիտնական եւ պրոֆեսոր կարող եմ ասել, որ կրթությունը շատ կարեւոր է։ Մենք սկսեցինք այսպես կոչված Վագրի ցածկից։ Այդ ծրագրով յուրաքանչյուր դպրոց համակարգիչ ստացավ 90-ականներին։ Ինտերնետին հասանելիությունը նաեւ թվային գրագիտության մասին է եւ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների։ Սա շարունակական գործընթաց է Էստոնիայում։ Երկրորդը վստահության ամրապնդումներ կառավարության հանդեպ։ Էստոնիայում ցանկացած քաղաքացի կարող է առցանց հետևել, որ ոստիկանը, որ բժիշկը կամ պաշտոնյան է իր անձնական տվյալների էջ մտել, եւ եթե խնդիր տեսնի, կարող է նրանց դատի տալ։ Այսինքն տվյալներ տրամադրելիս կա վստահություն, որ դրանք չեն կարող օգտագործվել ապօրինի կամ փոխանցվել երրորդ կողմի։ Դա ամեն ինչ այնքան է պարզեցնում եւ կառավարելու հնարավորություն տալիս ցանկացած վայրից։ Որոշ երկրներում սա կարող է համարվել վտանգ կամ խելագարություն, բայց կարծում եմ դա է ապագան։ Թվայնացումը, սակայն, ոչ միայն հնարավորություններն, այլև մարտահրավերներն է ավելացնում։ Էստոնիայի նախագահն ասում է, դեռ մոտ 2 տասնամյակ առաջ է ակտիվ թվայնացող իրենց պետությունը կիբերհարձակման ենթարկվել։ Դրանից հետո դասեր քաղել են։ Կիբերանվտանգությունը հիմա կարևորում են բանակը զինելու չափ։ ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության կենտրոնը հենց Տալինում է տեղակայված։ 2007 թվականին Էստոնիայում տեղի ունեցավ կիբերհարձակում, ինչի արդյունքում մենք սկսեցինք կիբերանվտանգությանը վերաբերվել շատ լուրջ։ Այն այժմ նույնքան կարևոր է, որքան թվայնացումն ինքը։ Սա նշանակում է, որ մենք պետք է կիբերանվտանգության բոլոր հարցերում աշխատենք միասին եւ համակարգված։ Մենք մեր դասերը քաղել ենք եւ այժմ գիտենք, թե ինչպես է պետք նման իրավիճակները կառավարել։ Ինչպես է Էստոնիային հաջողվել կառուցել թվային հասարակություն, ինչպես կարելի է հասնել նման արդյունքների։ Էստոնիայի նախագահն ասում է, պատրաստի բաղադրատոմս չի կարող տալ։ Շատ դժվար է խորհուրդներ տալ տարբեր երկրներին, բայց թերևս համընդհանուր մի խորհուրդ կարող եմ տալ։ Այն է, որ պետք չէ պատճենել Էստոնիայի ուղին, այլ պետք է վերցնել լավագույնն ու ադապտացնել այն տվյալ երկրում եւ տարածաշրջանում։ To your own country and your own region. So this is what we always say. Չկրկնօրինակելու եւ սեփական ուղին ստեղծելու միտքը նաեւ Հայաստանի ամենախոշոր 50 հարկատուների ցուցակում գտնվող Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Թիմ Տելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն է կարևորում։ Չէ, պետք չի ոչ մի երկրի օրինակ վերցնել, պետքա սպეციფიկ քո երկրի տեսանկյունից քո ռազմավարությունը մշակել ու գնալ։ Ինչի կոպի անել։ Պետքա մտածել մեր համար ամենալավը որն է, այսինքն եթե մենք ուզում ենք ռազմաարդյունաբերություն զարգանա, որպեսզի IT ոլորտը ռազմաարդյունաբերության մեջ այսօր IT ոլորտը շատ գերակաշառ։ Դու հարկային օրենսդրության բանով չես բերելու ընկերություններ, որը քո համար ռազմական արդյունաբերություն զարգացնեն վստահ եմ։ Այսինքն ստեղ երկրի քաղաքականությունն է պետք հասկանալ, մեր թարգեթը որն է։
Երբ որ այդ հարցին մենք պատասխանենք, կարծում շատ հեշտ մնացած կարելի է ստանալ։ Տեխնոլոգիաները կարող են արդյոք Հայաստանի զարգացման հիմքը դառնալ եւ դուրս բերել երկիրը մի նոր մակարդակի։ Հայկ Եսայանը կարծում է, ինժեներական մտքի ներուժ Հայաստանն ունի։ Սովետական միության ժամանակ 34 թե քանի տոկոս ինժեներական լուծումները եղել են Հայաստան։ Ինքը բնակչության նկատմամբ շատ մեծ թիվ է եղել։ Այսօր Հայաստանում էլ համաշխարհային մասշտաբի միջին տոկոսով մենք էլի շատ բարձր ենք։ Ուղղակի մենք մեզ գնահատում ենք, որ պետք է ավելի բարձր լինենք, այդ իսկ պատճառով ասում ենք մենք մակարդակը իջել է, հա, քանակը իջել է։ Բայց այսօր, եթե մարդ, քանակ եւ ինժեներների որակական չափանիշներով մենք էապես բարձր ենք, այսինքն մեր միջին ինժեները 2-ից 3 անգամ ավելի էֆեկտիվ է, քան թե այլ երկրների։ Բայց խնդիրներ էլ կան։ Կրթության որակը Եսայանն ասում է իր համար նկատելի անկում է ապրել։ Հարկային դաշտը չափազանց արագ ու հախուռն է փոխվում, եւ շատ ընկերություններ նաեւ այդ պատճառով չեն գրանցվում Հայաստանում, հիմնական շահույթից առաջացող հարկերը դուրս տանելով։ Ավելի կայուն ու sustainable լինի, որովհետեւ այսօր ինվեստիցիաների համար դա է, եւ մյուս խնդիրը պետք է այնպես անել, որ ստարտափները ոչ թե գրանցվեն արտերկրներում, այլ գրանցվեն Հայաստանում։ Հայկական առաջին յունիքորնի $1 միլիարդ ընկերության Pixart-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյանը կարծում է, Հայաստանն առաջ գնալու համար պիտի իր մարդկային ներուժի մեջ ներդրում անի։ Հենց մարդիկ են, որ կարող են առաջընթաց ապահովել։ Ուժեղ կողմը մեր մարդիկ են, մեր ժողովուրդն է, որ մենք պատրաստ ենք դժվարություններին եւ պատրաստ ենք խնդիրներ լուծելու։ Այսինքն այդ խնդիրները լուծելու կուլտուրան եւ գիտությունների վրա հիմնված կուլտուրան գալիս է դեռ այն սովետական վաղտից, երբ որ Հայաստանը միշտ եղել է սովետական միության, ինչ ասեմ, հետազոտական կենտրոնը, եւ հիմա այդ ուժեղ կողմերի վրա պետք է աշխատել։ Մեր համառությունը, մեր խնդիրներ լուծելու ունակությունը, մեր դժվարություններ անցնելու ունակությունը պետք է օգտագործենք նաեւ այս ոլորտի ապագա զարգացման համար։ Ասում է, բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն արդեն իսկ կարող է համեմատվել այլ զարգացած երկրների հետ, մանավանդ որ ոլորտը նոր արհեստական բանականության դարաշրջան է մտել, որը Հայաստանի համար կարող է վճռորոշ ցածքի համար լավ հարթակ դառնալ։ Հայաստանը համատելի է, նու կարող է ասել Էստոնիա չենք, բայց այդքան հեռու չենք եւ շատ ավելի առաջ ենք մնացած բոլոր հանրապետություններից։ Եթե ես համեմատենք, ասենք, ոչ միայն ռեգիոնում, ես գտնում եմ, որ նախկին սովետական երկրներից մենք առաջատար դիրքերում ենք գտնվում Հայաստանը, նմանապես եթե նայենք բնակչության տոկոսը, բնակչության քանակը եւ տոկոսը ընկերությունների, որ ստեղծում են Հայաստանում, ես վստահ եմ, որ մեծ հաջողություններ են սպասվելու Հայաստանում ապագայում, այս նոր պրոյեկտները, որ Nvidia-ն է Հայաստանում ավելի խոշորացնում եւ այլը, ինձ թվում է բերելու են նրան, որ ներհոսք է լինելու մասնագետներին ինչ-որ պահին Հայաստանը, որտեղ Հայաստանը իրական ճկնաղ երկիր ապրելու համար։ 25 տարի առաջ նաև Ավոյանի ջանքերով ստեղծվեց Հայաստանի տեխնոլոգիական եւ նորարար ընկերություններին համախմբող միավորումը ԱՏԾՄ-ն։ Ավոյանն ասում է, դրա մեկնարկը խիստ հայկական միջավայրում էր։ Միտքը ծագել էր խաշի սեղանի շուրջ հավաքված ոլորտի առաջատարների քննարկումներից։ Հայաստանն արհեստական բանականության կենտրոն դարձնելու համար, ասում է, հիմա էլ է պատրաստ նոր խաշի սեղան կազմակերպել, մանավանդ որ արդեն եղանակն է։ Կարելի է, ինձ թվում է շատ խաշեր է պետք կազմակերպել այս գործը առաջ տանելու համար, բայց ես վստահ եմ, ես օպտիմիստ եմ ապագայի նկատմամբ Հայաստանի։ Հայազգի հայտնի գործարար Նուբար Աֆեյանն էլ կարծում է, Հայաստանը որպես մեծ սփյուռք ունեցող փոքր պետություն հենց աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած մասնագետների, գործարարների ու գիտնականների ցանցը պետք է օգտագործի։ Նայեցեք, այսինքն առավելությունը միջազգային ցանցն է, որ կներկայացնի սփյուռքահայության շատ, այսինքն ամեն աշխարհի շուրջի ներկայությունը, հաջողությունը եւ ցանցերը նամանավանդ հայտեկի մեջ, որպես անենք, որ կարողանանք օգտագործել դա։ Այսինքն ես 25 տարի այստեղ գնում գալիս եմ, տեսնում եմ դարբեր չանքեր, բայց ես կարծեմ 10-100 անգամ ավելի բազմապատկված կարող ենք այդ ցանցերը օգտագործել, որ մինչև հիմա թեր շատ հնարավորություն ունենք շատ ավելի լավ
աշխատելու։ Սփյուռքի ցանցը կարող է աշխատել նաև արհեստական բանականության ոլորտում Հայաստանի դիրքերը զգալի բարելավելու հարցում։ Հզոր համակարգիչներ արտադրող Nvidia ընկերությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանյան մասնաճյուղը հենց Հայաստան տեղափոխեց նաև դրա հայազգիտ փոխտնօրեն Ռև Լեբարիդյանի շնորհիվ։ Հիմա Լեբարիդյանը, Նուբար Աֆեյանը տեղական թիմ ընկերության եւ Հայաստանի կառավարության հետ նախատեսում են $500 միլիոն ներդրումով արհեստական բանականության տվյալների խոշոր տարածաշրջանային կենտրոն հիմնել։ AI-ը կարող է դառնալ մեզ համար շատ մեծ նավթի նման առավելություն եւ ամեն կնով պետք է շանս առնենք, փորձառությունը ունենք մրցակցելու եւ այդ տեսակ համաշխարհային մրցակցության մեջ մասնակցելու եւ հաջողելու ասած իսպես չեսենզად ուրիշ տեղ չենք ունեցել այդ հնարավորությունը հիմա պետք է AI-ի մեջ չեսի նման հավատացնենք ինքնին որ մենք առավելություններ ունենք առավելությունները փորձենք ստեղծել եւ աճեցնել եւ հետո հաջողել ասել նայեցեք գիտենք որ արդեն հաջողելու ենք Հայաստանի անելիքները թվային պետություն դառնալու ճանապարհին Ստեղծել անվտանգ եւ իրավաբանական ուժ ունեցող թվային անձնագիր յուրաքանչյուր քաղաքացու եւ բնակչի համար, որպես բոլոր էլեկտրոնային ծառայությունների հիմք։ Ստեղծել X-Road տիպի տվյալների փոխանակման հարթակ, որը կկապի պետական տվյալների բազաներն ու հիմնական մասնավոր կառույցները, արագացնելով ծառայությունների մատուցումը։ Զարգացնել առաջնային ու մեծ ազդեցություն ունեցող թվային ծառայությունները, խնայելով քաղաքացիների ժամանակն ու բարձրացնելով վստահությունը թվային կառավարման նկատմամբ։ Ներդրումներ անել թվային գրագիտության, ծրագրավորման կրթության ու փոքրումիջին ձեռնարկությունների թվայնացման մեջ։ Գործարկել Սփյուռքի ներգրավման ծրագիր, որպեսզի Հայաստանը կարողանա գրավել գլոբալ ձեռնարկատերերին եւ արտահանել սեփական թվային լուծումները տարածաշրջանային շուկաներ։